Free News-ի եթերում լուրերից դուրս քննարկումն է սկսվում, տաղավարում ես այսօր հյուրընկալել եմ Հարություն Մկրտչյանին։ Հարություն Մկրտչյան, ոնց կուզեք, ասեք, քաղաքագետ, քաղաքական գործիչ, վերլուծաբան, դրա համար ես ներկայացրեցի որպես Հարություն Մկրտչյան։ Ինձ թվում է, պարոն Մկրտչյան, բավականին թանկ արժի այն բանը, որ ձեզ կոնկրետ մասնագիտական կամ ուրիշ բանով չեն ճանաչում են որպես Հարություն Մկրտչյան։ Ինչ եք կարծում։ Մանավանդ այս վերջին ընտրական փուլից հետո։ Ես հիմնական իմ գործունեության ընթացքում ունեմ սահմանած ինձ համար նշաձողեր, որ այդ նշաձողերից շեղվել չեմ կարող եւ պետք է պահպանեմ։ Դա ազնվությունն է, դա օբյեկտիվությունն է, դա որևէ պարագայում որևէ քաղցր բանի կուլ չգնալն, այսպես ասած, ճակերտներում այդ քաղցր բանը, ոչ կեղտոտ փողերին կուլ գնալ, ոչ տեղավորվել մեկի գրպանում կամ մտնել մեկի գրպանը։ Սա ինձ համար սկզբունք է, ես ինձ համարում եմ դիմագիծ ունեցող անհատ եւ առանձին դեպքերում, շատ դեպքերում հատկապես ինձ դա խանգարում է կյանքում, թույլ չի տալիս հայտնի համայնքի այդ աստիճանակարգով բարձրանալ, իսկ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի բնակալեզների համայնքը զարգացած է, ակտուալ լինել, շարունակում է զարգանալ, շարունակում է նոր թափ ստանալ։ Ամեն դեպքում ես դրանից չեմ նեղվում, ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը եւ նրա իմաստուն ու ոգեղեն ժողովրդին ու իմ համար դա մեծ պատիվ է։ Ես ունեմ իմ կյանքում մի անուն ու այդ անունից թանկ ոչինչ չկա ինձ համար։ Շատ լավ։ Ըստ ձեզ ժողովրդավարությունը մեր ժողովրդի համար որպես արժեք, ասենք որտեղ է, եթե վերցնենք աստիճանակարգով, որտեղ է գտնվում։ Հաշվի առնելով, որ մեր ժողովուրդը ձգտել է ժողովրդավարության եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր իրավամբ ժողովրդավարական պետություն է, ես դա կարող եմ ասել վերջերս ընտրական process-ով իբրև անցած մարդ, ով արձանագրել է այդ ժողովրդավարությունը, ով համեմատականներ ա տարել նախորդ ընտրությունների հետ։ Իհարկե այնտեղ դետալային խնդիրներ միանշանակ կա, դա օրենսդրական նախաձեռնությունների եւ փոփոխությունների հարց է եւ բավարար քաղաքական կամքի պարագայում կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում լուծելի խնդիր է։ Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կրում է դա։ Իհարկե սպეციფიկ գոտիներ կան Հայաստանի Հանրապետությունում, որ մարդիկ այդպես չեն դատում, մարդիկ այդպես չեն մտածում, բայց համապետական գլոբալ առումով ես միշտ եմ ասել, մեր ժողովրդի իմաստուն է եւ շատ լավ գիտակցում է, թե որտեղ է իր օգուտը, որտեղ է պետության շահը, որտեղ է Հայաստանի Հանրապետության շահը ու ճիշտ որոշում է կայացնում։ Որտեղում է, գիտեք, չեմ կարող այդպես դասակարգել։ Առնվազն առաջին տեղում է ընտանիքը մեր ժողովրդի մոտ, հավատը եւ հիմա նոր ավելի փորձում է սերմանվել եւ արմատներ գցել պետականության եւ պետականամետության գաղափարը։ Ցավոք սրտի մենք դարեր շարունակ պետություն ու պետականություն չենք ունեցել, այդ բարդույթներով ապրել ենք, ցեղասպանություն ենք տեսել։ Հիմա մի շրջան է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեր ժողովուրդը պետքա պետությունը եւ պետականությունը, հատկապես պետությունը առաջնային դերքում դնի եւ հիմնականում պետությունը նաեւ է անում։ Պետական մարմինները, պետական ինստիտուտները, քաղաքականություն մշակողներն ու գլխավոր մշակողը հանրապետության վարչապետը հիմնականում այդ ուղղությամբ էլ տանում է։ Եվ կարծում եմ սա իր պտուղները կտա տարիներ անց։ Ժողովրդավարությունը մեր ժողովրդի համար, մեզ համար խորտ բան չի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ անգամ 18-րդ, 19-րդ դարում, եթե մենք ասենք մեր հայ գրականությունը, համայնքներ ընտրովի, եկեղեցում նույնպես ընտրովի,
Այսինքն մեր ժողովուրդը դեռ շատ վաղուց գիտի թե ինչա իր քվեի արժեքը։ Ցավոք իհարկե վերջին երևի 20 տարում այդ մի փոքր ձևախեղվեց։ Այսինքն էլի ժողովրդին պարտադրեցին, որ քո քվեի արժեքը 5000 դրամ է։ Մենք այդ 5000 դրամը կտանք, քո քվեն դու կտաս մեզ, մենք էլ կորոշենք դու ոնց պետք է ապրես։ Բայց եթե մենք ուղղակի հիշենք ժամանակաշրջանները, մենք եթերից առաջ դա ենք խոսում։ Ամեն 10 տարին մեկ ներվերը չերիք ես մեր ժողովրդի։ Համաձայն եմ, ամեն 10 տարին մեկ Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական լարումներ ու պայթյուններ ա եղել։ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում առաջին հնգամյակից հետո այդ պայթյուն ավտանգ իրավիճակը ստեղծվեց 96 թվականի բռնաբարված ընտրություններից հետո, ժողովրդավարության բռնաբարումից հետո ավելի ճիշտ, որի հիմնակարը հենց դրեց Տեր-Պետրոսյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի 1 տարին կարելի համարել 2 տարի։ Նաև ծանր վիճակը, եթե վերցնենք, այո, երկի ծանր վիճակը։ Եվ այս համատեքստում գիտեք, այո, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամեն 10 տարին մեկ մի այդպիսի խնդրի առաջ է կանգնում ու ստիպված է լինում իր խոսքը հաստատելու, իր իշխանությունը հաստատելու, իր հաստատակամությունը ցույց տալու։ 2018 թվականից հետո իրավիճակը մի փոքր փոխվել։ Այո։ Ընտրական պրոցեսով իշխանություն փոխելու հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում կա եւ ի պատիվ գործող իշխանությունների եւ էլի վարչապետ Փաշինյանի, երբ որ ես ասում եմ գործող իշխանություններ, ես հատուկ ուզում եմ ընդգծել վարչապետ Փաշինյանին եւ սա միշտ եմ ընդգծում, ինձ համար կա Նիկոլ Փաշինյան եւ կա առանձին Նիկոլ Փաշինյանի գաղափարները կիսող, Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգի մեջ տեղավորվող, Նիկոլ Փաշինյանի այսպես հունարն ու հնարավորությունը օգտագործող, նրա շողքի տակ տեղավորվող շրջանակներ։ Սա հատուկ ընդգծում եմ։ Եվ 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում իրավիճակ է փոխվել։ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ չեն կեղծվում եւ այդ չկեղծվող ընտրությունների պարագայում հնարավորություն կա ընտրական ճանապարհով իշխանություն փոխելու։ Այլ խնդիր, որ քաղաքական դաշտը չի կայանում։ Այլ խնդիր, որ քաղաքական դաշտը չեն ուզում, որ կայանա։ Միտումնավոր չեն ուզում։ Ես չեմ ասում, որ պայմանավորված չեն ուզում։ Կուլիսներում չեն պայմանավորվում, բայց իրենց գործողություններով, իրենց վարած քաղաքականությամբ, իրենց լեքսիկոնով, այսպես շեշտադրումներով քաղաքական դաշտը միտումնավոր կերպով բևեռացնում են եւ այդ ստատուս քվոն բոլորին է ձեռք տալիս։ Բացառությամբ առողջ եւ պետականամետ քաղաքական ուժերի, ովքեր եւս ուզում են այս երկրին ու ժողովրդին պիտանի լինել։ Ու կամա թե ակամա Հայաստանի Հանրապետության քաղաքացին հայտնվում է երկընտրանքի առջև։ Ում ընտրել։ Ընտրել չայրած փոքրագույնին, որևէ պարագայում չընտրել նախկիններին։ Իսկ այդ նախկինների ուրվականը 7-8 տարի շարունակ թմբկահարում եւ մեր առաջ դնում է օրվա իշխանությունը, միտումնավոր կերպով քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, հասկանալով, որ իրենց թթվածին ու օդն են նախկինները, հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետությունում 3 անգամ իշխանության հայտ բացառությամբ Սերժ Սարգսյանի որևէ մեկը չի ներկայացրել։ Սերժ Սարգսյանը ներկայացրեց 3-րդ անգամ իշխանության հայտը եւ մերժվեց, համապետական մերժման արժանացավ ու տեղի ունեցավ ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը։ Նիկոլ Փաշինյանի մոտ կհաջողվի դա թե ոչ, չգիտեմ։ Կհաջողվի իմ խորին համոզմամբ, եթե Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը չնմանվի հանրապետականին եւ չբռնի հանրապետականացման ճանապարհը։ Ես սա իզուր չեմ ասում։ Ես որ ասում եմ քաղաքացիական պայմանագիրը չնմանվի հանրապետականին եւ չգնա հանրապետականացման ճանապարհով, վստահաբար էկրաններից այն կողմ մեր հայրենակիցները, հատկապես գյուղաբնակ շրջաններում դա կհաստատեն, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրի շարքերը առաջին իսկ տարիներից սողոսկում են մարդիկ,
ովքեր տարիներ շարունակ եղել են հանրապետականի միջին վիճակագրական ներողություն արտահայտությանս համար 10-ովչիկները։ Քաղաքացիական պայմանագիրը շարունակում է ինքնամփոփ կառույց մնալ որպես այդպեսին եւ նոր ուժեր ու նոր դեմքեր իր շարքերում չներգրավել։ Գուցե դա մրցակցության մեջ է առողջ տեղավորվում, գուցե, ճակերտներում եմ ես սա դնում, գուցե միտումնավոր է սա արվում, բայց հանուն արդարության սա կարող եմ ասել, որ կարող է հանգեցնել լճացման եւ ինչ-որ մի этаպում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ցասման։ Ես սա ամենայն այսպես հարգանքով եւ լավ կամեցողությամբ եմ սա ասում, արձանագրում եւ իբրև անվճար խորհուրդ եմ սա դիտարկում գործող իշխանություններին չլինել այդքան գոռոզ, չլինել այդքան ինքնամփոփ, չկտրվել իրականությունից եւ շփվել ժողովրդի հետ։ Եվ ես երբ որ ասում եմ քաղաքացիական պայմանագիր, հերթական անգամ ֆիքսեք, ես նկատի չունեմ Նիկոլ Փաշինյանին այստեղ։ Առավելապես իրեն էլ ունեմ, բայց առավելապես իրեն չունեմ, որովհետեւ Հայաստանի նորանկախ պատմության ամենաշատ շփվող իր քաղաքացիների հետ ղեկավարն է, ամենահասարակ երևի ղեկավարն է, ի տարբերություն նրա ենթակաների։ Այ այստեղ աշխատանք կա անելու։ Եվ այս մեսիջը հիմնականում վարչապետին է ուղղված, որ այդ աշխատանքը տանի թիմի ներսում։ Ինքը գուցե եւ հիմնականում կտրված չի հանրությունից, բայց շատերը երբ որ հասնում են այդ աթոռին իր քաղաքական կապիտալը օգտագործելով կամ իր քաղաքական կապիտալի հաշվին, վարչապետի քաղաքական կապիտալի հաշվին, նրանք կտրվում են իրականությունից։ Նրանք սկսում են քաղաքացուն ավելի վերևից նայել։ Ոմանք իհարկե, ոչ բոլորին է վերաբերում, իհարկե կան մարդիկ, որ իրավամբ ծառայում են, կան պաշտոնյաներ, որոնց կարելի է մատնացույց անել եւ օրինակ բերել, որ իրենց աշխատանքով, իրենց շփմամբ, քաղաքացու հետ կապով օրինակելի են։ Բայց մեծամասամբ ամորֆ մի մարմին է, որը վերածվում է կամ նմանվում է հանրապետականի։ Լավ, ինչ քաղաքական ուժ պետքա ձևավորվի, որը լինի անդիմադիր, բայց անդիմադիրի հետ լինի կառուցողական, պետական շահերին, հա, պետական շահերին միտված, մենք կարանք տենց բան պատկերացնենք։ Կարող ենք, իհարկե կարող ենք, այդպիսի ուժեր կան, այդպիսի ուժերի վրա ցեխ է անընդհատ նետվում, փորձում են նույնականացնել գործող իշխանության հետ։ Հա, գուցե դեպքեր կա, որ օբյեկտիվ է դա, գուցե դեպքեր կա, որ խիստ սուբյեկտիվ է դա։ Դա պետք է հասկանալ, բայց այն որ կան այդպիսի ուժեր եւ այդ ուժերը գործունեություն ծավալում են, ակնհայտ է, այդ ուժերը ուղղակի լուսանցքում են։ Այդ ուժերը այդ բևեռացվածության պայմանում չեն կարողանում իրենց տեղը գտնել, որովհետև կա մի բևեռ, որը ներկայացնում է նախկին թալանչիներին ու ուզուրպատորներին, գողերին, հանցագործներին, մարդասպաններին, նարկոբարոններին, տեսեք ինչքան հանցագործությունների շարք թվարկեցի, հանցագործների այսպես հասցեներ նշեցի ընդդիմության շարքերում, որոնք պտտվում են, չգիտես ինչ պայմաններում, իրավապահների ձեռքերը չգիտես ինչու չեն հասնում իրենց, որպեսզի այդ դաշտը մաքրվի։ Եվ կա իշխանություն, որը հակադրվում այս նախկին իրականության, ասում, այ նախկինում սա էր, հիմա սա է։ Եվ քաղաքացին այս իրավիճակում չի կարողանում հասկանալ, չի կարողանում այդ ոսկե միջինի մեջ ընտրություն կատարել եւ այդ երրորդ ուժին ձայն տալ, որովհետեւ երրորդ հիմնականում ուժերը, առողջ քաղաքական ուժերը չեն տիրապետում ֆինանսական ահռելի միջոցների, այստեղ զիջում են թե քոչարյանական կեղտոտ փողերին, թե պրոռուսական կեղտոտ փողերին, պարտվում են այդ կեղտոտ փողերին, ինչ որ առումով, թե նաեւ իշխանություններին։ Իսկ իշխանություններն էլ ունեն ռեսուրսներ, չէ՞, հնարավորություններ իշխանական լծակներ, ֆինանսական ահռելի ծախսեր, որ իրականացվում է։ Գուցե դա թափանցիկ է, գուցե կան բարի մարդիկ, ովքեր բարի սրտով նվիրում են, դա էլ է նորմալ։ Մեր ժողովրդի մեջ մի փոքր այդ ամենի այդ դա արմատավորված է միշտ վազել կշեռքի նժարի ծանր կողմը։
հատկապես բիզնես էլիտային դա վերաբերում, ովքեր սիրում են իշխանությունների հետ հարաբերություններ պահպանել կամ այդ հարաբերությունները մեղմ ասած չփչացնել։ Բայց հենց այստեղ այդ երրորդ ուժերը տանուլ են տալիս։ Պլյուս մեդիա ռեսուրս, որը էլի կեղտոտ գումարներով է ֆինանսավորվում եւ էլի կա բևեռացվածությունը։ Էլի կա բևեռացվածությունը։ Եվ իհարկե այս համատեքստում իշխանություն եւ 5-րդ շարասյուն լուր լռելիային համաձայնություն եւ համագործակցություն սպանելու համար երրորդ ուժին թույլ չտալու քաղաքականապես թույլ չտալու սպանելու համար երրորդ ուժին, որպեսզի նրանք առաջ գան։ Ու այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւս մոլորվում են, ու այդ մոլորվածության արդյունքում իրենք ընտրում են չայրած փոքրագույնը։ Ցավոք սրտի 2026 թվականի ընտրություններն էլ են դրան նմանվում։ Ես ի վերջո ապավինում եմ ժողովրդի իմաստության վրա եւ հուսով եմ, որ մեր հայրենակիցները առնվազն իրենց առաջ խնդիր կդնեն 2026 թվականին առնվազն մեկ ընդգծված արևմտամետ ուժի գործուղելու խորհրդարան։ Անպայման։ Որ այդ ուժը ոչ միայն կատարի իր գործառույթը Հայաստանի Հանրապետությունը դեպի Եվրամիություն տանելու կամ process-ը արագացնելու եւ իշխանություններին ինչ որ առումով վերահսկելու, այլ նաեւ արբիտրի դեր կատարի եւ երկուսին էլ իրենց տեղը նստեցնի, որովհետեւ հոգնել ենք մեծ հաշվով բոլորս։ Այսինքն բոլորս ենք հոգնել խորհրդարանի այդ նիստերից, խորհրդարանի այդ գզվռտոցից։ Այսինքն ենթադրելի է, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը շանսեր ունի վերարտադրվելու։ Եթե Ռոբերտ Քոչարյանի կեղտոտ կապիտալը դեռ Ռոբերտ Քոչարյանի ձեռքում է, եթե Ռուսաստանի Դաշնության կեղտոտ կապիտալը ներգրավում է Հայաստան եւ գործուղվում է առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետություն, եւ եթե օրվա իշխանություններն ու իրավապահ համակարգը փորձում են կառավարելիության շրջանակում դա պահել, ապա այո։ Իսկ այդ եթեները շատ դեպքերում կարող եմ ես հանել եւ իբրև աքսիոմատիկ ճշմարտություն ներկայացնել։ Հակառակ պարագայում իրավապահների թևերը ծալած նստած վիճակը ինձ չի բավարարում իբրև քաղաքացի։ Հայկական Իվանիշվիլին եւ իր ձևով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցանցային աշխատանքի միջոցով 2026-ին նախապատրաստելը, որի հիմքում ֆինանսական հիմնականում կոմպոնենտը կա, դա նորմալ է։ Ուր են իրավապահները։ Լավ, այլ բան ասեմ, հələ մի կողմ դնենք այդ կեղտոտ ֆինանսները, հույս ունենալով, որ մեր ժողովուրդը ֆինանսին եւ փողին չի տրվի։ Եվ իրավապահներն էլ իրենց բարձրության վրա կգտնվեն ու կաշխատեն։ Այլ հարց, այլ բանի անդրադառնանք։ Ուժեր, կուսակցություններ, որ խոսում են եւ պաշտպանում են Հայաստանի Հանրապետությունում տերորիստական նկրտումներ ունեցող մարդկանց։ Պետությունը խնդրեմ ունի այս մարդկանց հետ։ Իրավապահները խնդրեմ ունեն այս ուժերի հետ քաղաքական ճակերտավոր, թե ոչ։ Դաշտը պիտի առողջացվի, թե ոչ։ Դա ժողովրդավարություն։ Ի վերջո ներողություն, ժողովրդավարության բաստիոն Ֆրանսիայում Մարի Լեպենի առաջ ճանապարհը փակվեց։ Նաև Մոլդովայում հիբրիդային պատերազմի գործիքակազմի դեմը փակվեց ու ասեմ ավելին Եվրամիությունը նաև մեսիջներ էր հղում մեզ, որ Մոլդովայի օրինակով պետքա դրա դեմն առնելու պայքարել։ Մերձը ասեց, բաց այդ։ Հակառակ պարագայում օրինակ Լևոն Քոչարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նման Սամվել Խաչատրյանին կամ Կտրիչի Արշակին նրանք էլ կճանաչեին քաղբան տարկյալ։ Ինչ չեն ճանաչում։ Որովհետև հասկանում են, որ այս մարդիկ գործիք են։ Արտաքին ուժերի ձեռքին, արտաքին ուժերից մեկի ձեռքին գործիք են Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործվող։ Ու նորմալ են վերաբերվում, երբ որ պետությունը կամ պետության արդարադատության սիմվոլ մուրճը, չագուճը սրանց գլխին է հարվածում։ Ու նորմալ են վերաբերվելու։ Այլ հարց մեր պետության ներսում կա քաղաքական կամք դաշտը առողջացնելու, թե մենք առաջնորդվելու ենք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ներքաղաքական նպատակահարմարությունից եւ հարմարավետությունից ելնելով։
Ես մի Ռուսաստանը առիթով ասել եմ, բազմաթիվ առիթներով եմ ասել այս 7 տարվա ընթացքում, հիմա էլ կրկնում եմ։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, ինչու ոչ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ կարող է լինել։ Քանի դեռ նրա ընդդիմությունը սրանք են։ Հիմա եթե մեզ կողքից լսեր Նիկոլ Փաշինյանը, կասեր եղբայր ինչ անեմ։ ես համաձայն չեմ։ Արգել եմ նրանց քաղաքականությամբ զբաղվել։ Ոչ, իրավապահ համակարգը եւ արդարադատության սիմվոլ մուրճը նրանց գլխին պետք է ի վերջո հարվածի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իշխանությունն է եկել այդ լոզունգներով։ Այդ լոզունգներով է Պարոն եկել։ Մկրտչյան, ես համաձայն չեմ։ Գիտեք ինչի։ Մարտի 1-ի գործը բացահայտված է, ասում էր 100 օրվա իր հանրահավաքին, վարչապետության 100 օրվա իր հանրահավաքին։ Քանի օր կամ քանի տարի է անցել այդ հանրահավաքից, այդ արված հայտարարությունից։ Մարտի 1-ի գործով քանիսն են պատասխանատվության ենթարկվել։ Գլխավոր դատախազը ասելիք չունի։ Վարչապետը ասելիք չունի։ 50-50-ը եղել է, չէ, ախր ժողովուրդ ջան, եղել է։ Ես այն շրջանակին չեմ պատկանում, որ ասեմ չի եղել։ Ախր եղել է։ Դա պետությունը իրավապահ համակարգը երբ պետք է հասնի այդ մարդկան։ Ես դրա համար եմ ասում։ Սերժ Սարգսյանին հնարավորություն են տալիս դատական նիստերի ժամանակ դատարանի առաջ առավոտից երեկո բենեֆիսներով հանդես գա։ Սերժ Սարգսյանը երբ պետք է հայտնվի իր համապատասխան վայրում, իրեն արժանի վայրում։ Ես դրա համար եմ ասում համաձայն չեմ։ Ինչու արդեն ընտրական իրավունք ունեցող, նաև արդեն ընտրող սերունդ է գալիս։ 26-ին այդ սերունդը գնալու է։ Որը չի ճանաչում ոչ Սերժին, ոչ ապրես։ Որը նաև այն ցուրտ ու մութն էլ չի հիշում, երբ որ իր տատն ու պապը, չեմ ասում ծնողները։ Ծնողներն էլ կարող արդեն չեն հիշում։ Իր տատն ու պապը պատմում են ցուրտ ու մութի մասին, մոտապես այն բանն է, ինչ որ ասենք իմ լուսահոգի պապը պատմում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Այ վտանգը տեղ է։ Այ վտանգն այդ տեղ է, վտանգի վերջո բնական է, վտանգը ոչ միայն այդ տեղ է, նաև գիտակից քաղաքացու մոտ է, ներեգություն։ Ես իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով իշխանությամբ է օժտել օրվա իշխանությանը այդ լոզունգներին հավատալով, որ պետքա գան, արդարադատության սիմվոլ մուրճը պետքա գործի դրվի, ամեն ինչի պետության թիկունքին կանգնած, պետության համեսաղի բերանը պետք է մնա, հավատացել ենք, տվել ենք իշխանություն, եկեք ներեք, բայց մեր հետ այս Երևանյան կիսակեղտոտ օդը հավասարապես շնչում են թալանչիները, ուզուրպատորները, հանցագործները, մարդասպանները, դեռ մի բան էլ արտոնյալ պայմաններում եւ կարգավիճակով։ Նորմալ է։ Ամեն ինչում կարելի է մեղադրել նախկիններին, ես էլ իրենց հետ մեղադրում եմ։ Ես շարունակում եմ մեղադրել։ Բայց իմ ձեռքին չի այդ չագուճը, որ դրանց գլխին տամ է։ Այդ չագուճը մուրճը իբրև արդարադատության սիմվոլ, առանց բռնության կիրառելու մանդատի տրվել է Նիկոլ Փաշինյանին 2021 թվականին։ Ու բացատրությունը ո՞րն է։ Կա բացատրություն։ Եվ կարա լինի արդեն տահաճ անակնկալ 26 թվականին։ Գյումրիում դա եղավ։ Գյումրիում դա եղավ, ծաղիկները եղան։ Գյումրեցու աչքերն ուռել էր, հա, կոմունիստ հավատացյալ Վարդանիկին իշխանության բերելու համար։ Ժողովուրդը զզված էր թե այս կողմից, թե այն կողմից, անարդյունավետությունը կառավարման տեսնում էր, տրված խոստումները անարդարության ամենակարևորը մթնոլորտը օդում ճախրում է, ու դրա դեմ ոչինչ չի արվում։ Բա պիտի ինադ անելով էլերին հայտնի ժողովրդական ասացված կա, չէ՞, մի փոքր բաց խոսանք, ի վերջո ժողովրդին ենք ներկայացնում։ Ժողովուրդը այդ ճանապարհով է գնում։ Այնպես թող չանեն, որ մարդիկ իրենց ինադու գնան ձայն տան այն ուժերին, որոնք այս երկրի պետականության, անվտանգության, անկախության տակ ականներ ու ռումբեր են դնում։ Ժողովուրդը դա կարող է անել գիտակցված ցավ պատճառելու համար, տրված խոստումները չկատարած իշխանությանը
Եվ լավ խոստումներ տվող ինչ որ ուժի, որ լավ խոստումներ է տալիս։ Չկա, ուժեր կան, որ հիմա 1000 ու մի գործարան են խոստանում, որ կկառուցեն, 1000 ու մի եկեղեցի են խոստանում, որ կկառուցեն, Սինգապուր կդարձնեն, ամեն ինչ լավ կլինի, բոլորը կապրեն ուրախ, չաղ եւ բախտավոր։ Սոցիալական ծանր բեռի տակ կքած ժողովրդին էլ ինչա պետք, կամ ժողովրդի մի ստվար զանգվածին էլ ինչա պետք, այսպիսի խոստումներ։ Հույս։ Ովքեր են դրանք։ Ովքեր են այդ խոստումներ տվողները։ Չգիտենք։ Որտեղից են սերում։ Ինչ նպատակ ունեն։ Հա, խնդիր չկա։ Ես դեմ չեմ։ Գուցե քաղաքացիական պայմանագրին հաջողվի վերարտադրվել։ Եվ հույս ունեն, որ լավ 26-ին վերարտադրվեցին։ Հույս ունեն, որ 31 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության խալիֆաթա հիմնելու։ Չի կարող այդպիսի բան լինի ուղղակի։ Ժողովրդավարություն, բայց Հայաստանի Հանրապետությունում խալիֆատ չի կարող լինել։ Մեկ անձի իշխանություն, 3 այսպես ժամկետից 3 ժամկետից ավել 4-րդ ժամկետի ձևավորման ուղղակի չի կարող լինել, ժողովուրդ ջան։ Եկեք լուրջ նայենք։ Եթե քաղաքական ուժը ռեբրենդինգի չի ենթարկվում, ինքնամաքրման չի գնում, սեփական շարքերը չի զտում։ Կա դրա անհրաժեշտությունը հեղափոխությունից 8 տարի անց։ Իհարկե կա։ Հղփացած, իրականությունից կտրված պաշտոնյաների մենք չենք ճանաչում, ժողովուրդը չի տեսնում, մարզերում հատկապես։ Չկան այդպիսիք, կան, ինչ պիտի անի քաղաքական ուժը իշխող, մաքրի սեփական շարքերը, անարդյունավետ պաշտոնյաներից ազատվի։ Դեմք ու դիմագից փոխի, գոնե։ Եթե սա չի արվում, մենք մտնում ենք լճացման մի շրջան, որը կհանգեցնի, եթե ոչ 2026 թվականին, առնվազն 2026 թվականի ընտրություններից մինչև 2031 թվականների ընտրություն միջակայքում կամ հենց ընտրությունների արդյունքում իրավիճակի բեկման եւ փոփոխման։ Աքսիոմատիկ ճշմարտություն է, մեր ժողովրդին լավ չեն ճանաչում իրենք։ 10 տարուց ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի որևէ մեկին չի ուզում հանդուրժել։ Ով ուզում է լինի, ինչքան սիրուն ու պուպուշ դեմք ուզում է ունենա, ինչքան ուզում է ժողովրդավար լինի։ Չի հանդուրժում ուղղակի։ Եվ դա նորմալ է։ Դա նորմալ է։ Փոփոխությունները անընդհատ պետք են։ Մեկ այլ թեմայի ձեր թույլտվությամբ անդրադառնամ։ Աննորմալների շարքից, որ աննորմալ է դա ներկայացվում, դա կոալիցիաներն է։ Կոալիցիաները մեր ժողովրդի շրջանում աշխատանք է տարվում ներկայացնելու վատ քողի տակ։ Աննորմալ քողի տակ, որ դա աննորմալ երևույթ է։ Որտեղ նախորդ տարիներին սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, կոալիցիան նորմալ ժողովրդավարական պետությանը հարիր երևույթ է։ Եվ կոալիցիոն կառավարությունները որպես այդպիսին լինում են ամենաարդյունավետը։ Ավելի արդյունավետ, քան միանձնյա որևէ իշխանություն։ Եթե կոալիցիան չի ձևավորվում իրականում ԶԱԳՍ-ի տրամաբանությամբ, տերես հնազանդես, սկզբունքով պիտի չլինի։ Պարոն Մկրտչյան, ինձ հուշեցին, որ մեր եթերաժամը գրեթե սպառվում է։ Ես առաջարկում եմ, քանի որ հաշվի առնելով, որ տարեմուտին գրեթե առանձնապես բան չի մնացել, դժվար թե մինչև այդ մենք նորից հանդիպենք, փորձեք ամփոփեք տարին, նաև հայացք նետելով դեպի 26 թվական, սա կարելի է համարել տարեմության ուղերձ Հարություն Մկրտչյանի։ Տարին շատ լավ էր մեզ համար, պետք է ասեմ, որ 2025 թվականին մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ, սկսած Եվրոպական միության հետ հարաբերությունների ընդլայնմամբ, խորացմամբ, վարվող բանակցություններով, ռազմավարական գործընկերության մասին բազմաթիվ փաստաթղթերով եւ այդ
փաստաթղթերի փնջով, դա ձեռքբերումների շարքից է, ի պատիվորվա իշխանությունների, լավին լավ, վատին վատ։ Ձեռքբերումների շարքին է պատկանում նաև հարաբերական փխրուն եւ այդքան թանկ խաղաղությունը, որ մենք ունենք, փառք ու պատիվելի օրվա իշխանություններին, բանակցողներին, որ կարողացել են իրավիճակը գետնի վրա այսպես արտացոլել եւ խաղաղություն հարաբերական, փխրուն եւ շատ թանկ խաղաղություն ապարգևել մեր ժողովրդին, մեր պետությանը, ձեռքբերումների շարքից դա է։ Սահմանի դելիմիտացված, դեմարկացված հատվածը ներքաղաքական դաշտում ձեռքբերումների շարքից է, ես ձեռքբերումների շարքին եմ դասում 5-րդ Շարասյան վերջնական դեմքի պատռումը, դիմակների պատռումը եւ մեր հայրենակիցները կարծում եմ այլևս ակնհայտ է եւ գիտակցում են թե այս երկրի շահերն ովքեր են սպասարկում եւ ովքեր են կուրացիայի ենթարկվում դրսից 2026 թվականի համար իմ ուղերձը հիմնականում մեր հայրենակիցներին է ուղղված, ոչ իշխանություններին, ոչ քաղաքական ուժերին, ամեն մեկը թող գործի իր խելքի կտրածի չափով, դատողնել ու դատավորնել թող լինի ժողովուրդը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խնդրում, հորդորում, պահանջում եմ, որպեսզի ընտրություն նախընտրական տարի է 2026, ընտրական տարի է եւ այդ ընտրական տարում պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին հետագա 5 տարվա համար պետության զարգացման տեսլական ունենա եւ քաղաքական ուժերին ոչ թե չափի գրպանի պարունակությամբ, ոչ թե չափի դոշին կախված մեդալների քանակով, այլ անցած ճանապարհով, ով ինչ անցած ճանապարհ ունի, ով ինչ է ասել նախկինում ու ինչ է ասում հիմա։ Սա հատուկ եմ ընդգծում, որտեղ քաղաքական ուժեր կան, որ 5 տարի խոսել են Լեռնային Ղարաբաղ վերադարձից, հետո Լեռնային Ղարաբաղի վերադարձից, բայց կարծես թե 26 թվականին խորշում են այդ օրակարգով մեր հայրենակիցների առաջ ներկայանալ, նրանք պետք է ներկայանան, ստիպված են ներկայանալ, եթե չներկայանան, իրենց անցյալը, իրենց դեմը կտնենք։ Մեր հայրենակիցները պետք է իմաստություն, խոհեմություն դրսևորեն եւ 2026 թվականին ճիշտ ընտրություն կատարեն եւ որևէ պարագայում ինձ համար փայլուն տարբերակ կլինի, որ որևէ պարագայում 2026 թվականի ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում միանձնյա իշխանություն չկարողանան ձևավորել որևէ ուժ։ Սա կլինի հիանալի լուծում եւ այստեղ պետությունը կսկսի ավելի արագ տեմպերով զարգացման ճանապարհը բռնել։ Եթե մենք ունենք այսօր իրավիճակ, որ ԿՓ վարչության նախագահ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է հապկը սպառնալիք է մեր պետության համար, հապկում անելիք չունենք, հապկը իր կատարած պարտավորվածությունները չի կատարել մեր առաջ, բայց դեռ շարունակում ենք հապկում մնալ, վստահաբար, եթե մենք ունենանք խորհրդարան եւ կառավարություն, որը կոալիցիոն է եւ միանձնյա կառավարվող չէ, այդ դեպքում հապկից դուրս գալու հարցը անմիջապես կդրվի գործող վարչապետի սեղանին եւ վարչապետը կգնա այդ ճանապարհով հապկից դուրս գալու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման տեմպը կարագացվի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետքա կարգավորվեն այս համատեքստում եւ շատ արագ ու այստեղ նախաձեռնողը պետքա լինի Հայաստանի Հանրապետությունը։ Մի խոսքով մեզ պետքա առողջ խորհրդարան, մեզ պետքա առողջ քաղաքական դաշտ, մեզ պետքա առողջ մթնոլորտ, մեզ պետքա հանրային համերաշխություն, մեզ պետքա այդ ճանապարհին ուղղակի քվեն դարձնել փամփուշտ սեփական քվեն դարձնել փամփուշտ ու շարել նրանց ճակատին, ովքեր այս պետության ու պետականության տակ ռումբեր են դնում։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Եվ հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալվել էր եւ վերջում ուղերձով դիմեց ձեզ Հարություն Մկրտչյանը։ Ամեն բարիք ձեզ։